Աբուշիմեգը պիտի լաս, եթե չհասկնաս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է, Փարի լույս։ Փարի լույս։ Սերներ, ծեր կյանքի ընթացքին եղած է, որ վարգյան մեկնակ եւ մտածեք, թե մի բան ասեցիք եւ հետո ինչու այդպես ասեցի։ Օրինակի համար, եթե հիմա ասենք հերու դուներեն, եթե մահմը բադահի։ Այսինքն կարելի է որ կորզադեղի մեջ բադահի, բայց դուներեն չի բադահի։ Այսինքն մարդիկ խոսում են իրար հետ հերու դուներեն։ Գիտեմ, բիդասեք որ ավանդություն է դարձած այդ մեկը եւ այդպես կարտահայտվին, բայց դրամապանություն չի գա, չէ՞։ Կյանքը միայն թե դուն չէ, կամ այդ դունեն մերել թող չի ելը։ Դերևս կորզադեղեն բիդել է։ Կամ ամենահետաքրականը, եւ որ գասենք թող Աստված լուսավորե հոգին։ Վարգյանը կարելի է մտածել, որ արդյոք այդ մերած մարդու հոգին խավարի մեջ էր եւ հանգարձակի մահեն հետո Աստված իրեն լույս պիտի դա։ Այսինքն ոչ թե բարի լույսը, այլ պիտի լուսավոր է։ Այսինքն վարգյանը այսպես երևակայեցեք, եթե ժամանակ ունենայի ցեզի մեկ հատ քեղեցիկ բան կպատրաստեի, ասենք տեսահոլովակ մեկ կպատրաստեի, որ մերած մարդը գա, գիտեմ գզանգեք կոր, հիմա չէ։ Մերած մարդ մգա եւ հանգարց է իրականչուն մարդ որ գսի Աստված հոգին տող լուսավոր է լույս մը գվարի վրան հաջորդը որ գուքա Աստված հոգին տող լուսավոր է ուրիշ լույս մը գվարի եւ ավելի զորավոր լույս կլա հաջորդը որ գուքա եւ գսի Աստված հոգին տող լուսավոր է նորեն լույս եթե Աստված հոգին մի լուսավոր էր ողջ եղած ժամանակը ինչու հոգին չլուսավորեց նայեցեք ոչ թե այսինքն Աստված կարող է ամեն ինչ կարող է անել չէ բայց մեր արորիա կյանքի ընթացքին գարդահայտվինք բարձրապես քանի որ մեզ մի առաջվանները այդպես են ասել բայց մեզ մի առաջվանները շատերը մեզ մի առաջվանները լվացքի մեքենա չունեին մեզ մի առաջվանները համագարկիչ չունեին շատ ավելի լավ կյանք կապրեին գիտեմ հիմա բիդեսեք անակ բայց եկեք հիմա կետրոնանք մեր արորիայի վրա այս խոսակցական բարձրապես սովորություն դարձած արդահայտվիլ աչքևնիտ լույս ինչու հարց ու պեսան այդ օրվանեն առաջ որ կովենը աչքևնիտ մութեր այսին դարօրինակ է չեմ մտածելակերպը հարսանքին գնաս աչքևնիտ լույս Կամ հետո ըստ ավանդության թող մեկ բարձի վրա ձերանան Թունա գիտես քո մայրը դա գիտե քո հայրը դա գիտե քո զավակը դա գիտե որ մեկ բարձի վրա չի ձերանան չէ հա ասացված է այդպես են ասել մեր նախնիները սերես հարկանքս մեր նախնիներուն բայց ինչու սուտ ես խոսում վերջը քո Աստված քեզի պիտի պատժե քանի ըստ տվյալներին այս ամուսնություններուն մեծամասնությունը եկադանք չեսենք 51%-ը եւ իսկապես 51%-ը ամուսնալուծումի գենթարգվի ուրեմն երբ որ դուք մաղթեցիք թող մեկ բարձի վրա ձերանան չեղավ դեսակ տարբեր բարձեր ունեցան նույնիսկ ամուսնության մեջը մարդիկ տարբեր բարձերու վրա գքնեն իսկ դարիներ որ գնացին գսկսին տարբեր անգողինների մեջ քնել չէ Սա ճշմարտություն է, մի վախացիր։ Գիտեմ, չղայն ես հիմակ։ Ուզում ես մեր ավանդությունները փոխենք։ Ադիգա ավանդություն չէ։ Քանի որ դրամապանականորեն որ նայես, դրամապանություն չէ նույնիսկ։ Ինչ կսենք հիմակ, եկեք, անոր բիդամուստանա իրեն ասենք աչքևնիտ լույս։ Շնորհավոր լա։
Հա, հետաքրական է, շնորհավորել, հա, կշնորհավորես կոր, բայց քանի որ աբուշհայեր ենք, մերսի վիրեսեք, չէ՞։ Շնորհակալություն ստելու փոխարեն։ Քանի որ չեք գիտեր որ դարբերությունը ինչ է։ Կամ բադահած եւ որ մարդիկ օրինակի համար thank you, merci։ Ավանակ, thank you-ն հասկացանք։ Բայց merci-ն ուդեր են եկավ Ամերիկայի մեջ։ Կարելի է ասել, չէ՞, thank you, շնորհակալություն։ Ուրեմն ցանկի ճանապարհին այս հայը, որ աշխարհի ամենախելացին է, այսինքն թուն, գարդահայտվից բաներ, որ իսկապես մարդիկ վրա կնան խնդալ։ Եթե թիմացիները դա կոնոման են չեն խնդար, կամ գամշնան քանի իրենք ան նույնը գսեն։ Աչքերնիտ լույս։ Եվ որ կացիկ տղային ուզեցիք աղջիկան դվիկ, արիք, դրիք, չեմ գիտեր ինչերիք, աչքերնիտ խավարի մեջ էր։ Թերևս ադե բաժարը, որ ամուսնություններում մեծամասնությունը Անինչ որ Աստված միացրեց, թող ոչ ոք բաժանի։ Հանգարձակի ամեն մարդ բաժանում են։ Եվ հույսը, նայեցեք, այդ բաժանումին ասում է, անինչ որ Աստված միացրեց, կարծեմ նույնիսկ Աստված գոյություն չուներ, եւ որ ադդղան եւ աղջիկը կացին անգողին մտան, իրարու հետ սիրափանեցին, մի 1-2 տարի առաջ նախքան որ ամուսնանան, արդեն միասին էին իրարու հետ, չէ՞։ Հանգարձակի եկեղեցիկը մտնան ջերմակ գեղեցիկ հագուստով դղանա խեղճը սև սկեստով քանի դղան դխրության մեջ կմտնա այս աղջիկը ուրախության մեջ գրծախ խապել աս մարդուն եւ հետո գահդարարվի անինչ որ Աստված միացրեց թող ոչ ոք բաժանի եւ հետո գահդարարվի նայեցեք ամենին հետաքրքրական ասիգա է այսօրվա թակավոր եւ թակուհին սեներ Չէ որ այդ նույն եկեղեցի մեջ քահանան ասում է որ մեկ թակավոր կա աշխարհի վրա, երկնային թակավորը Աստվածը։ Հանգարձակի գահագասե անինչ որ ինքը կկարոզե, ասելով որ եւ այսօր մահավասիկ մեր ամփոփ Քերտաստանին արչեւ գեցած է օրվա թակավորն եւ թակուհին։ Ադոնք վաղը հաջորդ օրը իշխանուի գլան, 3 օր անցնին է գտավնան բար ժողովրդի անդամներ տեսակ կեղծավորությունները ինչպես մեկ կավելնան աչքերնիտ լույս մինչե հիմա խավարի մեջ էիք ասոր բացադրեցի քիչ մը լույս եկավ ցեր չէ քանի որ բարի լույս ծրակեր թերևս ես պետք է այլևս ցեզի միշտ աչքերնիտ լույս ասեմ այսինքն չեմ հասկանալ ինչու ուղեղնիտ լուսավորվի չեմ ասել, բայց քանի որ սովորություն է աչքերնիտ լույս։ Շաբաթավերջին բարեկամներս մեկը ծևնարկ մգար ադեր գրբագ ուներ եւ ծևնարկը ինքը ամուսնացողների համար էր։ Ծագավաճառը, անուշավաճառը, սրահը, լուսանկարիչը, վիդեոնկարահանողը, փածիկներ պատրաստողը եւ այլն եւ այլն, եւ միտքս քաղաքարմի եկավ սենը։ Նայեցեք multi-million կամ multi-billion dollar արևդուր է հարսանիք հասկացողությունը, չէ՞։ Բայց ընդհանրապես 2 Քերտաստաններ կոկովի գուքան եւ 1 ծերնարկ կլա։ Բայց եթե 51% ավելի կբաժնվի, քանի որ ամուսնության բաժարը արդեն անհայտ է, ինչու ամուսնանան չեմ գիտեր, այս իրահարված ենք, այսինքն սեր, սեքս, ասենք մաքուր հայերենով ասեմ որ հասկանաք, նրա գարիքը գա, բայց ծնողքը արկիլած են զավակներուն չեք կնոր ամոթ է Աստված վերեն գիշնա եւ կբաժե։ Ինչ պիտի բաժե Աստված։ Ամեն մարդ նախքան ամուսնացած սիրափանվում է, աչը ցախը, չէ։ Ամոթ է, ասենք բաներու մասին չխոսենք։ Եղավ։ Ուրեմն նայեցեք, եթե վերադառնամ նյութից, որ եթե ամուսնության համար ատչա բիլիոնավոր դոլարներ կծախսվի, բաժանվելու համար գազեմ ավելի լավ ուրախություն պետք է կատարվի, չէ։ Եվ հետաքրքրականը, նայեցեք, յուրաքանչյուր ամուսնության մեկ դվյալ կա։ Եկեղեցին է թող մասնակցել, մեկ հարսանիք կա, մեկ խրախճանք կա։ Իհարկե, զուռնադուդուկ նվագողները երկու գնան, քանի հարսին դունը պիտի երթան, դղային դունը պիտի երթան, երաժիշտներուն ավելի լավ է այդ վիճակը ադանք։ Բայց բաժանումի ժամանակ անպայման երկու է։ Քանի որ բաժանումին դղան կարելի է ուրախություն կատարել, փածիկներ դբեն, ուղարկեն մարդկանց, հրավիրեն,
սրահը զարդարեն ավելի քեղեցիկ, քան թե ամուսնությունը, քանի հիմա շատ ավելի հանգիստ ու ուրախ պիտելան։ Աղջիկան գոմնա նույնը գնանել, արդեն քեֆտաստանները կոկովիկանն է եկեղեցի մեջ, ներողություն որուն գոմն եք, դուք դղային գոմն եք, ուրեմն ասկոմ կացեք, աղջիկան գոմն եք, ասկոմ անցեք։ Ավանակներ, չէ որ հարսանիքի գեվտակ, որ երկու քեֆտաստանները իրարու ծանոթանան կոկովի ելան։ Դիսակ նայեցեք, բաներ կգադարենք, ասում ենք ավանդություն է, բայց ով է ավանդությունը նողը։ Հիմարի մեկը անպայման չեմ գիտեր ինչ պատճառով գրիմը եղած են նայնելու մեջ են, ասեն եղավ, գիտեք եկեղեցի մեջը գրիվը մի ենք, եկեղեցին դուրսը, բայց դղան աղջիկի բիդամուս են, ուրեմն դղային ընտանիքը ասկոմ թողնա, աղջիկան ընտանիքը ասկոմ թողնա։ Բայց եթե ճշմարիտ ամուսնություն է ադիգա, աղջիկան ընտանիքը եւ դղային ընտանիքը պետք է խարն նստին եկեղեցի մեջը։ Գավձեք թե բասկետբոլի խաղ է, եթե փեսան փեմին վրան աղջիկան լավ ցերկը սխմեց, դղային ընտանիքը պետք է ծափարե, իսկ եթե աղջիկը լավ նայեցավ դղային, աղջիկան ընտանիքը պետք է ծափարե։ Վարգյանը մտածած է կադոր մասին։ Եվ ես չեմ հասկանում եկեղեցիները ինչու այդ կբարդացրեմ։ Վստահ եմ, որ ավետարանի մեջը փամը գա ադոր մասին։ Վաղ մեկը կբացատրի, վաղ կզանգարեք կասեք ինձ։ Բայց մինչև որ զանգարեք եւ ինձ ասեք, թե այդպեսին է, խնդրեմ, արևդրական զանացումներ, Փարի լույս։ Մերի Տեր-Բարսեղյանի իրավաբանական գրասենյակում աշխատող անձնակազմը մասնագիտացված է ժառանգության եւ անշարժ գույքի, ընտանեկան խնդիրների, ամուսնալուծության եւ այլ իրավաբանական հարցերում։ Մերի Տեր-Բարսեղյանի իրավաբանական գրասենյակի մասնագետները պատրաստ են սիրով եւ նվիրումով օգնել իրենց հաճախորդներին, ցուցաբերելով անհատական մոտեցում, կտակ, լիազորագրեր եւ այլ կարեւոր փաստաթղթեր կազմելիս, որպիսի հետագայում ժառանգությունը փոխանցվի հարազատներին առանց դատարանի միջամտության։ Դիմեք իրավաբանին նախապես եւ վստահ եղեք, որ ձեր իրավունքները լիովին կպաշտպանվեն։ LABK Services հաստատությունը առաջարկում է սննկացման, bankruptcy-ի հայտարարագրման ծառայություններ, դիմումների ամբողջական լրացում մեկ ցածր արժեքով, $399 գումարած արձանագրության պետական վճարումը, bankruptcy-ի դիմելու դյուրին ընթացք, ժամանակի ու դրամի խնայողություն։ Մենք երաշխավորում ենք սննկացման գործընթացի գաղտնապահությունը, bankruptcy-ի հետ կապված բոլոր հարցերով դիմեք LABK Services գրասենյակ։ Encino-ում գտնվող Terrace Restaurant and Lounge-ը միջին արևելյան ճաշարանների բազմությունից առանձնանում է լավագույն լիբանանյան խոհանոցով։ Ճաշարանի շքեղ բացօթյա սրահը անկրկնելի է բուրավետ հուկա վայելելու եւ միջին արևելյան ախորժալի խորտիկները ճաշակելու համար։ Ուրբաթ եւ շաբաթ կենթանի նվագախումբը, DJ-ն ու գեղեցկուհի պարուհիները ձեր ժամանցը կհամեմեն միջերկրական կրքոտրիկներով։ Ճաշարանը բաց է շաբաթը 6 օր, ճաշին եւ ընթրիքին։ Անմահական ուտեստներ, անկրկնելի միջավայր։ Terrace Restaurant and Lounge։ Բազմաբնույթ մարմնական վնասվածքների, մկանային եւ հոդացավերի դեպքում դիմեք Optimum Health Care կենտրոն։ Բժիշկ Կարոն Ալբանդյանն ունի 20 տարիների արդյունավետ բուժման փորձառություն։ Կենտրոնն առաջարկում է նորագույն լազերային բուժման միջոցներ առանց դեղորայքի օգտագործման, արդյունավետ եւ կարճաժամկետ բուժում։ Կենտրոնն ունի հարմարավետ եւ ճկուն վճարման ծրագրեր։ Medical եւ Medicare ծրագրերը չեն ծածկում կենտրոնի ծառայությունները։ Զանգահարեք Optimum Health Care կենտրոն։ Հաճելի լրացում ձեր ճաշասեղանի համար։ Գարունը ներկայացնում է բարձրորակ բուլղարական ֆետա պանիրը, պատրաստված թարմ եւ անարատ ոչխարի կաթից։ Բնական եւ նրբատեսակ սերուցքի համը մշտապես կմնա ձեր ընտանիքի ճաշացանկում։ Գարուն բուլղարական ֆետա պանիր, գարնանային շունչը ձեր սեղանին։ Գարուն համեղության անուն։ Եվ այսպեսով սերներ, իմ այսօրվա նյութը գապ չունի եկեղեցի, գապ չունի հավատ, այդ բարձրապես կապ ունի դրամապանության, որ մենք իրականչոր որ մի փառք ասենք իրարու, Աստված վահե։ Երեխան գծնի, Աստված վահե։ Երեխան գմեզնա, Աստված վահե։ Երեխան համալսարան գերտա, Աստված վահե։ Երեխան գծնի անդամալույց, Աստված չէ բահած ուրեմն։ Երեխան կյանքի ընթացքին տշպախտություններ առջև կգտնվի,
ուրեմն Աստված չէ բահած եւ հանգարձակի մարդիկ կսկսին հանցավորներ գտնել։ Կարելի է որ մայրը հղի էր երեխայով, ինքին լավ չնայեց, կամ միջոցները չուներ, որ լավ նայի ինքը, բայց աս երկրի մեջը բեդությունը անպայման գողոքա չէ, լավ սնունդը, բժշկական խնամքը, իհարկե, եթե մայրը խմիչքը խմե, թմրեցուցիչ կօգտագործի երեխային վրա գաստե, ուր էր Աստված այդ ժամանակ, որ բահեր, եթե նույնիսկ մայրը սխալ գործ կտեսնե կամ հայրը սխալ գործ կտեսնե, գծխե հղի գնգամ մոտը, մենք հայերս գիտեք, լավ պետք է այդ բաները անենք։ Հղի գնդեսնես, դե ավելի շատ կծխես, որ վերջերս ես եմ իրեն հղի բայեցի, այսպեսով ծխում եմ ես։ Գիտեմ մարդիկ բիցե, բայց դիսած ենք թուն երբեմն գծխես, երբեմն սիգար գծխեմ, բայց ոչ թե հղի գնգամ մոտ 51 տարեկան ասա։ Ուրեմն գիտեմ, միշտ պետք է վադը գտնեք իմ ասածներից մեջը թեպի ինձ։ Հիմա օրինակի համար Աստված ինձի բահած է, չէ, որ ցեզի այսպես արտահայտվիմ։ Չէ, քեզի սատանան կբահե, նայե դեսքիդ մորուք ունիս, քչել ես, ջաղադես, մաս չունես գլուխի։ Մեր բոլոր սուրբերը, որ մենք իրենց սուրբության դիտված տված ենք, եկեղեցի բոլոր գեղերականները ասեն կերազեմ որ ասեն մորուք ունենան, չէ՞, բայց ունին շատերն ունին։ Ձերքդ մադանիներ թրածես։ Գալիս են երկու հատ եւս գալիս է, ձեր դրամներով երկու հատ մադանի աբսպրեցի, բիդիկա, այստեղ բիդիկա Անահիտ Աստվածի, ոչ թե Չաստվածի, կիսանտրին կամ ինչ կսեն գլուխի ասպան ասենք բիդիկա այստեղ, հետո 1, 2, 3 հատ եւս մադանի բիդիկա եւ ավելի բիդելա։ Ուրեմն միավ սերական ես տուն։ Մեր գաթոյեգոսներն ամեննա մեզ մադանիներ գտնեն, իրենք միավ սերական են։ Գիտեք, մարդիկ դրամապանություն չեն օգտագործել, այլ բարձրապես իրենց մեջի այդ անկարողությունը պետք է արտահայտվեն մի բանով։ Աչքերնիդ լույս, որ պիտի կարողանաք այլևս արտահայտվել են առաջ, վարգյամը մտածեք, ըմբռնեք եւ հետո արտահայտվեք։ Չէ՞։ Կամ օրինակի համար, եւ որ մարդիկ կսկսին փամփասելու, հարսանքներուն տեսած եք ինչպես գիները ասանք իրարու գնային։ Այդ հակած շորը դեղեման բարձր է։ Դեսար, հիմա նորույթ է, չէ, գոշիկին դագը գարմիր գներ, պան, գարմիր կույնով, թանկանոց գոշիկներ են, պետք է ամեն, աղջիկս ատկե պետք է հակնի, բայց աղջիկս անենք պանև չի սիրել։ Բայց ցեզ մեզ շատերը ամենադիկը պետք ինեք եւ հարսանիքի գնունքի, ադամ հադիգի, երեխան լվալու, հարսը լվալու, հարսը ամուսնանալին հետո ամուսին իրեն կործածելեն հետո նորեն գլվակ մեկ անգամ եւս, անոնք պանև չասվիր ամոթ է։ Իհարկե, իսկ ամենակարևոր խոսքը ամեն ինչին վրան ամոթ է բարը օգտագործելն է։ Մանավանդ հայերի կողմից։ Ամոթ է, չի կարելի։ Աչքերնիդ լույս, ամոթ է, Աստված բահե։ Ես կարծեմ մեկը պետք է մեր երկիշները մեկը, եթե հիմա երգը ստեղծի այս բարերով, կարծեմ ամենաշատ լսվող երգը գլա։ Աստված բահե, ամոթ է, աչքերնիդ լույս, թող Աստված հոգին լուսավորե, չար աչքերեն հերու թողլա։ Բայց հետո ասում ենք մենք առաջին քրիստոնյաներն ենք։ Աստված մեզի կպաշտպանե, ամեննա Իստանբուլեն եկած գաբույտ աչքերը գտնեն վրան, քանի որ ադիգա իսկապես քրիստոնյայի տվյալ է։ Նորեն նայեցեք, ես քրիստոնյաներուն վար չեմ զարներ, ես հային դքեդությունը Աման աս աղոտքի թուղթը վրա թիր, քանի որ չար աչքը եւ որ այդ թուղթը գտեսնե, ասանք կանցնի գերտա։ Ուրեմն եթե ադոր կհավատաս, այդ աղոտքին պիտի չի հավատաս։ Կամ գիտեք, հին շարժաբատկերներու մեջ գտեսնեինք նախքանաս Հիսուս Քրիստոսեն, որ Աստված ներգային իրարու թեմ գրիվի գելեին,
եւ մեկը մյուսին մի փար գսեր եւ այդ փարով անպայման մյուսը կգործընծներ իր ուժը։ Արասպելներ են, չէ՞։ Իսկ մենք հիմա ինչ ենք կատարում։ Զարգացած է երկրակունքը, իսկ մենք դեռ նույն մտածելակերպի մեջ ենք։ Եվ ինչու։ Ինչու սեներս հայը պետք է աչափ դքեդլա։ Գուզես հավատա, գուզես մի հավատա, բայց կմնաս հայ, չէ՞։ Քանի որ քեզի ընձայված է ադիրավունքը, որ դու քեզի հայ կոչես։ Ես այսօր անցաները Facebook-ի վրա փամը գրած էի, դիգի մկրած է, որ իմ Աստուծո թեմ մի քրեր։ Ասեցի, բայց չէ որ քո Աստվածն է ինձ ստեղծած է, եւ եթե ինձ ստեղծած է, ես անինչա իրավունք ունիմ իրեն հետ խոսելու։ Ուրեմն եթե լավ խոսիմն է իրավունք ունիմ, եթե վատ խոսիմն է իրավունք չունիմ։ Վերջո եթե ինքն է ստեղծողը, ուրեմն ես աչափ իրավունք ունիմ իրեն հետ խոսելու։ Մարդիկ գարդահայտվին չղայնացած այս խոսքերուս վրան, առանց վարգյան մն իսկ եկ վարգյան, ներողություն վարգյանա չէ, եկ վարգյան, նույն այդ վարգյանն է, գիտեք արևելահայերեն, արևմտահայերեն ունենք, ռոբե վարգյան, վարգյան եկ վարգյան, հետաքրական է չէ, նվազագույնը մեկ փարմը գա, երկուքն օգտագործում են, բայց մեկը ուշացած է օգտագործում, մյուսը ավելի շուտ է օգտագործում։ Եվ հիմա միս կսեք ինձ ասելով, որ մեկ կողմ բռնեցիր, մյուս կողմ չփ, ասոնց թեմ խոսեցար, ասոնց համար խոսեցար։ Քանի որ նորեն անկարող մարդուն, որ հույսը Աստուծո վրա դրած է, Աստված բահե, այդպես պետք է արդահայտվի։ Քանի ամենաթյուրին դվյալն է։ Եվ որ մի բան, որ թուն պետք է ղեկավարես, թուն պետք է ուղղություն տաս, թուն պետք է շիդակ ճանապարհը փնտրես, քու վրայցդ կվերցնես եւ Աստուծո վրա գնես։ Գազեք հիմա ես բան դարձած եմ, չէ՞, բադվելին նման խոսում եմ, Աստվածային եւ այլն, բայց այդ գործը լավ գրնամներ, գիտեք, չէ՞։ Խափեմ ցեզի միսներուն նման։ Կարելի է, շատ լավ կարելի է, քանի որ հայը կամ ընդհանրապես մարդ արարածը, բայց քանի որ ես հայերով մտահոգ եմ, չի կարող այս իր ունեցածը, նույն այդ ինչ որ իր Աստվածը իրեն ուղարկած է, չի օգտագործում։ Եվ հետո ասում է Աստված բահե։ Աստված ինչպես ուղեղդ կբահե, որ դու ուղեղդ չես աշխատցնել։ Գիտեք, հայերը ուղեղները մեծամասնությամբ ժանկոդած են։ Ինչու՞, քանի որ Աստված չէ բահած։ Աստված պետք է ամեն օր մի գաթիլ յուղ տներ մեջը, որ այդ ժանքը չլար եւ աշխատել, բայց քանի որ Աստված ուրիշներուն ուղեղներուն նույնը կգադարի, 7 բիլիոն մարդ կա երկրակունքի վրա, որոնց կեսը այս ծեր Աստված է ստեղծած, մյուս կեսը չեմ գիտե ովքեր ստեղծած են նրանց, բայց մենք շիդակներն ենք, չէ՞։ Ես մգրդված եմ, կնքեցիք ինձի։ Մերոն քսած եք իմ վրաս նայեցեք, եւ ինչ լավ խելացի երեխա ելած եմ ես, որ դրամապանությամբ ուսումնասիրելով, անդրադառնալով, որ կյանքի մեջը ինչն է շիդակը եւ ինչն է սխալը, ոչ թե քանի որ այդպես գրված է պետք է հետևիս 2000 տարի առաջ, չէ, 1800 տարի առաջ գրված է, քանի ավետարանը Հիսուսի մերներեն բավական հետո գրվեցավ։ Նույնիսկ Հիսուսը ինքը ավետարանը չէ տեսած։ Բայց Աստված ուղերնին ասանք, գիտե աջակամատին ուղերներ աչափ ժանկոդած չէին, մի քանիսին։ Ուրեմն այսօրվա իմ նույնպես բարձաբես այս ավելորդ խոսքերը, որ հայերը գօգտագործեն։ Աչքերնիդ լույս։ Եվ հետաքրական է, աչքերնիդ լույսն աչքերնինա չի փայլիր։ Աչքերնիդ լույս, ասորվեցեք ասանք, աչքերնիդ լույս։ Գամ ինչ որ Ստեփանը գօգտագործի, դա օգտագործեք, փարի լույս։ Արդուգանուղ չէ, ինչու կսես, մենք արդեն հիմա խրախճանքի ասել ենք, ինչու փարի լույս կսես։ Չէ՞ որ ձեր զավակները ամուսնացուցիկ, փարի թող լինեն իրար հետ, լուսավոր թող լինի իրենց ճանապարհը, կյանքին։ Գիտեմ, գզանգեք կոր, բայց հիմա ժամանակը չէ։ Ցկեցեք ես խոսիմ։ Այս ծրագիրները բարձրապես ինձ համար է որ արդահայտվի։ Նայեցեք thearmenian.com շանունց ասում մասին չեմ խոսած։ Ընդամենը այդ հաստ քիրքեն 300 հատ ծախած եմ։ Մի անգլանդելը 80000 հայ ունի։ Իսկ մյուս քիրքեն 1000 հատ ծախած եմ։ Կացեք thearmenian.com
Քնեցեք այս երկու քիրքերը, որ ծեր տրամներով, ինչպես որ տրախտ բիդերտա մնացած բոլոր Աստված հոգին լուսավորողներին, ծեր տրամներով կարողանամ երկրակունթը բդդիլ եւ վավերակրել, որ ծեր թորնիկներ ավելի հբարդ լան եւ ոչ թե աբուշ մնան ծեր նման ներողություն, ներեցեք ինձ ով Աստված, որ ասեցի այս ժողովրդին աբուշներ, այլ բարձրապես անուշադիր եք դուք, բարի լույս։ Աբուշի մեկը պիտի լաս, եթե չհասկնաս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է, բարի լույս։